Պողոս առաքյալը ասում է գիտեմ ում եմ հավատացել, ես ենքան կարևոր է, չի ասում դե մոտավորապես գիտեմ, ասում է գիտեմ ում եմ հավատացել, ու իրականում մեզ պետք է խենթ հավատք, ասեն ժամանակ է գալիս, երբ որ եկեղեցին այդ խենթ հավատքից կամաց սենց պասատկա է անում արդեն բանի վրա, հա, տենց դե ամեն ինչ հարմարացնել, կազմակերպել, տեղավորել, երբ որ դու ուզում ես ամեն բան տեղավորես ֆինանսների մեջ կամ քո կարողության մեջ, տեղ հավատք չկա։ Երբ որ դու ուզում ես քո զոհը կամ այն ինչ որ Աստված քեզ տվել է, այն տեսիլքը տեղավորես այն բյուջեի մեջ, որ եկեղեցին ունի կամ որ դու ունես, այդ հավատք չի։ Որն է հավատքը, երբ որ դու անում ես ավելին քո կարողությունից ու միշտ Աստված խոսում է ավելինի մասին։ Ու երբ որ նայում եք Աստվածաշնչյան հերոսներին, Աստված միշտ իրանց կանչում է, որպեսզի իրանք անեն ավելին, քան իրանք կարող են իրանց բնական կարողություններով։ Աբրահամը չպիտի երեխա ունենար այդ տարիքում, բայց ինքը հավատաց։ Ու այս հավատքը իրան արդարություն համարվեց։ Երբ որ ես խոսք եմ պատրաստել, բայց ուզում եմ շարունակեմ Միլենի խոսքը, որտև լավ գնաց։ Լավ, ինչին հավատաց Աբրահամը, որ նայում ենք իր կյանքում այդքան էլ հավատք չենք տեսնում։ Ոնց որ չէր հավատում։ Ավելի շատ չէր հավատում, քան թե հավատում էր։ Որտեղ էր իր հավատքը, Իսմայել ունենալուց, հա, Հագարի հետ, ինչին հավատաց Աբրահամը, որ ինքը, որ խոստացողը հավատարիմ է, բայց երբ որ դու իր կյանքի ընթացքն ես տեսնում, մի քիչ ուրիշ բան ես տեսնում, բայց միևնույնն է, Աստված իրան ասել էր մի բան, որ իրանից մեծ է, ու ինքը Աստծուն ասեց ամեն ու ունեցավ այդ։ Դավիթը, Սողոմոնը, Պողոս առաքյալը։ Գիտեք, իմ համար նոր կտակարանի մեծագույն հերոսներից մեկն է Պողոս առաքյալը։ Մեծագույնն է։ Ինքը Հիսուս հետ չի քայլել, ինքը Հիսուս չի տեսել երկրի վրա, 12 առաքյալները Հիսուս հետ քայլել են, իրանք օրինակ են ունեցել Հիսուսին, իրանք տեսել են Հիսուսը ոնց է բժշկում, իրանք բժշկել են նույն ձև, իրանք Հիսուսը ձեռնադրել է, ուղարկել է ծառայելու, Պողոս ինչ է, բայց Պողոսը ավելի շատ հրաշքներ է արել, ավելի շատ գործ արել, քան են 12-ը, Բրիտոմ նոր կտականի 70%-ն է գրել, եթե մտածենք, որ եվրայցիների ուղերձը ինքն է գրել, եթե չէ, ուրեմն 60%-ը։ Եթե նայում ես Պողոսի կյանքին ու Պետրոսի կյանքին, այն հրաշքները, որ Պետրոսն արել, նման են նրան, որը որ Հիսուսն արել։ Իսկ այն հրաշքները, որ Պողոսն արել, նման է 5 կտակարանի հրաշքներին, որտև ինքը Հիսուսին օրինակ չի ունեցել, օրինակի համար, երբ որ աղջիկը մահացավ այծեմնիկը, Պետրոսը եկավ, ձեռքը մեկնեց, ասես տալիթա կումի, աղջիկը վեր կաց, ոնց որ Հիսուսն արել, ու ինքը տեսել է Հիսուսը ոնց է արել, ու ինքը Հիսուսի օրինակով է անում, բայց երբ որ Պողոսը երկար քարոզեց այն տղան ընկավ երրորդ հարգիցում մահացավ, ինքը ում օրինակով արեց, Եղիայի գնաց պարկեց այդ տղայի վրա ու այդ տղեն հարություն առավ։ Աստված համագործակցում է ամեն մեկի հավատքի հետ։ Ուզում եք հասարակ օրինակ, բոլորդ լսած կլինեք, մեկը երազատեսնում, գնա այս սարում մի հատ մադուր կառուցե երեխա կունենաս, գնում կառուցում ունենում է, ու կրոնը դրանից բան է սարքում, ուսմունք, մադուր կառուցելու սուրբ ուսմունքը երեխա ունենալու համար, երեխա ունենալու համար մադուր պետք չի կառուցել, պետք է ամուսիններով իրար հետ ժամանակ անցկացնեն։
Այդ մարդու հավատքը տենց է աշխատել։ Կրոնը վերցնում է ու սարքում է ամեն ինչից օրինաչափություն ու օրենք։ Բայց Աստված համագործակցում է իմ ու քո հավատքի հետ։ Ու մեզ խենթ հավատք է պետք։ Ժամանակը, երբ որ անցնում է, միգուցե դու ժամանակներ առաջ խենթ բաներ ես արել Աստծո համար, մեծ բաներ ես արել Աստծո համար, ու ժամանակը անցել է, նստել ես, ամեն ինչ հաշվարկելով, տեղավորելով, ձևավորելով, մտածելով, բա ինչ կասեն իմ մասին մարդիկ, բա ինչ կխոսեն իմ գյուղում, իմ քաղաքում։ Մեկ էլ նայում ես քո կյանքում հրաշք չկա, որովհետև չկա բան, ինչի հետ Աստված կարող է համագործակցել։ Երբ որ Աստծո խոսքը խոսում է մեռած ու կենդանի հավատքի մասին, ինքը խոսում է հավատքի գործերի մասին։ Այն ինչ որ մենք խոսում ենք, սա է հավատքի գործը։ Խենթ հավատքը քեզ տանում է գործելու, որ ոչ ոք որ կողքից նայի, ինքը չի հասկանա։ Կրոնը, երբ որ կողքից նայում է հավատքին, իր համար էդի ֆանատիզմ է, իր համար դա մեծամտություն է։ Ոնց կարելի է խոսալ մի բանի մասին դեռ չեղած։ Հիսուսը մինչև իր ծառայություն սկսելը, ինքը ասեց ինքը ով է։ Ինքը ասեց, Տիրոջ հոգին իմ վրա է, ընդ որում ինձ օծել է, որպեսզի ես անեմ սա ու սա։ Դու հələ ոչ մի բան չես արել։ Դա մեծամտություն է։ Ոչ, ես գիտեմ, ես ով եմ Քրիստոսում։ Ուզում եմ մի պատմություն պատմեմ, որ եղել է մեր ծառայողներից մեկի հետ, մենք թիմով ենք ծառայում, 20 հոգանոց է մեր թիմը, 19-ն է, բայց մենք հավատքով ասում ենք 20։ Չէ, 20, մենք 20-ին տեսնում ենք մեր թիմում, կլոր թիվը, ուրեմն մեր թիմի, չեմ ուզում ասեմ, ովքեր են, որ ընտանիքն ասա, քիչ մարդիկ գիտեն, 3 հոգի գիտի, ուրեմն ուզում եմ իրականում, որ դուք շոշափելի զգաք, որն է հավատքը, խենթ հավատքը, սա եղել է մի 2 ամիս առաջ, շատ տարիներ առաջ չի եղել։ Ու մեր թիմի ընտանիքներից մեկը ֆինանսական իրական կարիքի մեջ է, լուրջ կարիքի մեջ է, հա, մեկ-մեկ երբ որ մեկ-մեկ ամերիկացիք ասում են, օй, մենք ֆինանսական կարիք ունենք, ասում ես ինչ ա եղել, ասում է, ընդամենը հաշվից $12,000 մնացել բան, ասում ես, հետ ձեր ֆինանսական կարիքը մեր բարգավաճումն է, տնաշեն։ Մենք ձեր կարիքը ունենայինք, կասենք բարգավաճել ենք։ Չէ, իրական ֆինանսական կարիք ուներ այս մեր քաղցր ընտանիքը ու ես ասեցի մենք թիմով հավաքենք ընծա։ Թող ոչ ոք չիմանա այդ որ ընտանիքի համար է, ում համար է, ուղղակի հավաքենք ընծա, ուղղակի հավաքենք ու օրհնենք։ Ու մենք թիմում գրեցինք, սիրելի թիմ, մեր ընտանիքներից մեկը ֆինանսական կարիք ունի, ուզում ենք իրանց օգնենք։ Ուղղակի ամեն մեկը ով ինչքան կարող է օգնեք։ Դա ասում ես եկեղեցում տենց բաներ են անում, միշտ, հաճախ ու պետք է անենք, որտեվ մենք ընտանիք ենք։ Ու ինչ կար ֆինանս այս ընտանիքում, ամուսինը Երևանում էր, կինը տանն էր, ու կինը ուներ չուներ 5,000 դրամ ուներ իրա քարտի վրա, ընդամենը։ Ու ինքը ասում է, երբ որ մենք գրում ենք թիմում, ինքը ասում է, վայ, ուրեմն մեզնից ավելի կարիքավորել կա, կային ես 5,000 ուղարկեմ, ու ինքը ուղարկում է, այդ սաղ սրբուհին է կազմակերպում ու ուղարկում է այդ քարտին, սրբուհու, ու սրբուհին զանգում է ինձ ասում է, հով գիտես առաջին ով է գումար ուղարկել,
Ասում եմ ով։ Ասում այն քույրիկը ում ընտանիքին ուզում ենք օգնենք։ Երբ որ ամուսինը գալիս է տուն, ասում է լսի, մեր թիմում փաստորեն մեզնից կարիքավոր ընտանիք կա, իրականում ֆինանսի կարիք ունեն։ Ես իմ վերջին 5000-ը ուղարկել եմ ու քանի որ ես ամուսնու հետ արդեն խոսել եմ, ինքը ասում է լսի, այդ մենք ենք։ Մեր ընտանիքին օգնություն պետք։ Փաստորեն դու քո վերջինը տվել ես, հա, ասում է հա, ու փաթաթվում են իրար, լացում են այնտեղ տենց ռոմանտիկ երևի լացում են իրար հետ։ Ես մտածում եմ, սկսում եմ մտածել, ասում եմ, տեր, ինչքան հետաքրքիր են մերոնք։ Այնքան շնորհակալ եմ ամեն մեկի համար, որ դրել ես մեր կողքը, ինչքան հետաքրքիր են։ Հասկանում ես, ինքը 5000 ունի, ինքը մտածում է կա մեկը, որ այդ 5000-ն էլ չունի, ինքը այդ իր վերջին 5000-ը դնում է, չիմանալով, որ իրականում ցանում է իր ընտանիքի մեջ։ Խենթ հավատքը տալիս է վերջինը։ Ու ես գիտեք ինչ հասկացա, ես սովորում եմ իրանցից, մենք սովորում ենք իրարից, ու ես մի բան հասկացա, որ երբեմն դու ցանում ես, չհասկանալով, որ դու ցանում ես քո կյանքի մեջ։ Ու երբ որ դու ցանում ես իրականում, դու ցանում ես քո կյանքի մեջ։ Դու կասես, բայց պարկն է անցնում, դու քո կյանքի մեջ ես ցանում։ Այ այդպես է հավատքը աշխատում, սիրելիներս։ Ամեն։ Հալելույա։ Ես չեմ ուզում անցնեմ ուրիշ թեմայի։ Ես ուզում եմ մենք կենտրոնացնենք մեզ, ուղղակի վերցնենք մի ինչ-որ ժամանակ ու խոսենք Աստծու հետ։ Ես չեմ կարծում, որ ստեղ չկա ինչ-որ մեկը, ով Աստծու համար խենթ բաներ է արել։ Գիտեք, երբ որ ընտանիքում էլ է այդպես լինում, երբ որ սիրահարված ես լինում, խենթ բաներ ես անում, չէ, 100 հատ վարդ, ինչ-որ եթե քո ընկերուհին սիրում է ծաղիկ, եթե չի սիրում, արդեն քո բանը բուրդ է։ Չգիտես ինչ անես, բայց հետո ժամանակ անցնում, ինչ-որ սենց այդ փոխհարաբերությունը սառում է։ Աստծո խոսքը խոսում է առաջի սիրուց։ Ես մտածում եմ, որ առաջի սերը ինքը չպիտի կանգնի, չպիտի մարի, ու մենք երբեմն պիտի մեզ հիշացնենք, ով ենք մենք, ով է ինքը, ով է մեր սիրեցյալը, ինչ արել ինքը մեր համար, ինչ արել Քրիստոսը խաչի վրա մեր համար, ու պատրաստ լինենք իր համար խենթ բաներ անելու։ Մեր եկեղեցին չպիտի լինի, եկեղեցին պաժարնիկներ չպիտի լինենք, հա, տենց պաժարնիկներ կան։ Հենց դու սենց կրակոտ խենթ բաներ ես ասում, գալիս են սկսում են, օ եղբայր, հալելույա, մեծ բաներ ես ասում, ու սկսում են հանգցնել քեզ։ Չէ, հակառակը։ Մենք պիտի օգնենք իրար, բարձրացնենք իրար։ Երբ որ ես չեմ կարծում, երբ որ Պետրոսը ուզում էր իր ոտքը դներ ջրի վրա, նավակից մնացածը ասում էին, օ Պետրոս, զգուշ եղե, կամ չգիտենք, հա, ոնց է եղել, բայց մեկը, ով իրան կանչում էր ու իրան դուխ էր տալիս, դա Հիսուսն էր, որ ասում էր Պետրոս դուխով։ Ու բոլոր նկարների մեջ նկարածա Պետրոսը սկած։ Հիսուսը ձեռից բռնած, գլուխը չի երևում դաժե, մենակ ձեռից է բռնել, չգիտես ինչի, ու թվում է տենց քաշտալով, տենց սկած, բլ տալա նավակ, բայց տենց չի եղել։ Ոչ մի նկարում չկա, որ Հիսուսն ու Պետրոսը իրար հետ ջրի վրայով քայլում են։ Չգիտես ինչի է տենց, միշտ թարս են, վատն են նկարում։ Ասենք խեղդվող Պետրոսը։ Համարդ այդ մարդը ջրի վրայով քայլել է, խեղդիկ։ Ուզում եմ դու հիմա տեսնես, լսես Տիրոջը, որ ինքը կանչում է քեզ քո նավակից խենթ բաներ անելու։ Երբ որ ջուրը ստեից տա,
դու խնդիր չունես ջրի վրայով քայլելու, հա? Ինչքան է այս բասեյնը 1.50 հո հալելույա ես կլողանամ, ինչքան է 3 մետր, հա ես ուղակի ոտերս կթրջեմ։ Երբ որ գիտեք որն է հավատքը, երբ որ ոտքը դնում ես ու բան չկա տակը, չես կարող հենվես։ Մենք շենք ենք ուզում եկեղեցու համար, հալելույա, ինչքան փող ունեք հավաքած, $50,000։ Օ, հեշտ է, մենք շենք ենք ուզում եկեղեցու համար, ինչքան փող ունեք հավաքած, չունենք։ Չունենք, հալելույա, հետ է հավատքը, բա ինչ ենք եք ուզում, մեծ։ Բա վաբշե հենվելու տեղ չունեք, քանի հոգի, մի 1000 հոգի չունեք, որ խոստմունք ա գրե ամիսը $100, չէ։ Յո, ձեր բանը բուրդ է, չէ, մենք հավատում ենք Աստծուն, ում համար անհնարինը հնարավոր է։ Դրա համար, երբ որ Աստծո մարդկային խոսում է այն ջրից, որ տաճարից հոսում է, ասում է եկավ կրունգից, ծնկից, հետո ուսից, գլխից ու ասում է հետո ջրեր էին, որտեղ որ էլ դու չէիր կարող կանգնել, էլ ոտդ հողին կամ պինտտեղ չէր կարողանում կանգնել։ Եկեք վերցնենք ժամանակ, աղոթենք ու ես ուզում եմ դու տեսնես, որ Տերը քեզ քո նավակից կանչում է։ Կանչում է միգուցե մի բանի մեջ, որը որ քո համար անհասկանալի է։ Կանչում է մի բանի մեջ, որ մեծ է քո համար։ Տեր, ոչ ոք ջրի վրայով չի քայլել։ Բայց մեկը դու քո ներսում զգում ես, որ Տերը քեզ կանչում է տեղ։ Հալելույա Հիսուս, հալելույա Հիսուս, հալելույա Տեր։ Հալելույա։ Glory, glory, glory։ Hallelujah. Kira masolo robotina nana masaya. Hallelujah. 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 Arsen ջան գեղամինք կան չեք կա։ Hallelujah Jesus. Hallelujah մեր արքա։ Hallelujah մեր Տեր։ Տեր շնորհակալ ենք քեզ, որ համագործակցում ես մեր ու մեր հավատքի հետ։ Շնորհակալ ենք, որ խաչի վրա Տեր քո շնորհքը բոլոր հարցերի լուծումն ու պատասխանն է տվել։ Շնորհակալ ենք Տեր, որ չունես կանոններ ու օրենքներ մեր համար։ Շնորհակալ ենք Տեր, որ մեզ քո պես ես սարքել ազատության մեջ, ազատության որդիներ։ Հալելույա Հիսուս։ Հալելույա Տեր։ Հալելույա։ Ամեն տեսիլք, որ տվել ես իմ քույրերին ու եղբայրներին Տեր, ամեն կանչ, որ տվել ես Տեր, որը որ մարել է, քանի որ հնարավոր չի եղել, քանի որ խելքից դուրս է եղել։ Ամեն պատկեր, ծառայություն ու խոսք, որ տվել ես քո ժողովրդին, որը որ տարիների կամ ամիսների ընթացքում մարել է, որովհետև մտածելակերպի մեջ չի տեղավորվել Տեր, ես խոսում եմ քո Սուրբ Հոգու միջոցով, որպեսզի արթնանա Տեր։ Թող շունչ առնի, նորից ծաղկի, նորից ծլի, ամեն տեսիլք, ամեն խոսք, ամեն հայտնություն, որը որ տվել ես քո ժողովրդին Հիսուսի անունով։ Հալելույա Հիսուս, հալելույա Տեր, glory, 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 հալելույա, լիքարաբասորա մատինա նանամասայ։
Հալելույա, հալելույա։ Գիտեք, չեմ զգում եմ, որ մեկը չի, երկուսը չի։ Շատերին Տերը խոսել է ու ցույց է տվել մեծ բաներ։ Ու հիմա ինքը հիշեցնում է ձեզ։ Բայց դուք ձեր կարողությունից մեծ լինելով դա տարիների ընթացքում թաղել եք, ծածկել եք, պահել եք։ Հիմա Տերը ուզում է հարություն տա։ Այն տեսիլքը, այն խոսքը, որ տվել է ձեզ։ Պետրոսը այդպես էլ չէր կարողանա քայլել ջրերի վրայով ու ոչ միտեղ գրած չէր լինի, որ ինչ-որ մեկը ջրի վրայով քայլել է, եթե ինքը ուղղակի չհամաձայնվեր, եթե ինքը չխոսար ու քայլ չաներ։ Միգուցե մեզ խանգարում է մեր քայլը, միգուցե մեզ խանգարում է, որ այս միացածը, այս սա է, որ փոքրացնում է հավատքի գործերը, սա է, որ անհնարը թույլ չի տալիս, որ մտնես անհնարինի մեջ։ Աստծո խոսքը չի ասում մի օգտագործի քո ուղեղը, Աստծո խոսքը ասում է մի վստահիր քո հասկացողությանը, Տիրոջը հուսա ու քո հասկացողությանը մի վստահիր։ Աստված, երբ որ մեզ հավատք տվեց, ինքը մեր ուղեղը չվերցրեց մեզանից։ Մեր միտքը, մեր ուղեղը մեզ պետք է, որպեսզի մենք կշռադատենք, որպեսզի մենք մտորենք, բայց երբ որ հարցը հասնում է հավատքին ու գերբնականին, մինչև դու սա չանջատես, հավատքի քայլ չես անի։ Աստված մեզ չի կանչել, որ մենք հավաքվենք ու լոգիկայի մեջ տեղավորենք։ Եկեք տեղավորվենք լոգիկայի մեջ, եկեք մտածենք իրար հետ, խորհենք։ Աստված մեզ կանչել է, որ մենք լոգիկայից դուրս բաներ անենք։ Ամեն։ Եվ դա հավատքն է։ Ու Տերը համագործակցում է քո հավատքի հետ։ Աստված մեզ չի կանչել փոքր բաներ անելու։ Աստված մեզ կանչել է մեծ բաներ անելու։ Փոքր բան դու քո տանն էլ կարող ես անել։ Դե մենք փոքր եկեղեցի ենք, ինչ կարանք անենք, հովիվ ջան։ Հիսուսը ասում է՝ մի վախեցիր, փոքր հոտ, արքայությունը քեզ եմ տվել։ Արքայությունը քեզ է տված։ Հալելույա Տեր։ Տերը հարություն է տալիս։ Տերը նորն է տալիս ինչ որ մեկին։ Օ, հալելույա, հալելույա, հալելույա։ Հալելույա։ Դե ինձ Աստված կանչել է Հովիվ ջան, իմ քաղաքում, իմ գյուղում, իմ տան մեջ, իմ պատեստում, տենց ուղղակի, տենց, չգիտեմ, ուղղակի ապրեմ, քնեմ, արթնանամ, ուտեմ, գնամ գործի գամ, ու ոչինչ չլինի։ Չէ, Աստված քեզ կանչել է մեծ բաներ անես, մեծ բաներ անես։ Մենք ունենք 100 պատճառ, 150 պատճառ, որպեսզի ոչինչ չանենք, որպեսզի ամեն օր մեր կյանքը ապրենք նույն ձևի, հետ նայենք մի ամիս, ամեն օրս նույն ձև է եղել։ Բայց այսօր Տերը կանչում է գործելու, մեծ բաներ անելու։ Արձագանքում ես։ Հալելույա
զգացրեք Տերը կանգնած է հիմա ձեր առաջ։ Ասում են տղաս աղջիկս, ինչ հավատք ունես։ Ես ուզում եմ համագործակցեմ քո հավատքի հետ։ Ես եկել եմ իմ տուն, ես եկել եմ քո առաջ, որպեսզի տեսնեմ ինչ հավատք ունես։ Ես եկել եմ, որ համագործակցեմ քո հավատքի հետ։ Ինչ ունես քո ներսում։ Ինչ ես ուզում։ Ինչ ես ուզում։ Ու դու նստած մի փոքր խնդիր, սկի դրա հարցերը չես կարում լուծես ու Տերը եկել ասում է, անտեսելով այդ ամեն ասում է, ինչ ես ուզում, ես ուզում եմ համագործակցեմ քո հավատքի հետ։ Տեր ախարին վրայից հոտ է գալիս։ Ինչ ես ուզում, ախար ես մուրացկան եմ։ Ինչ ես ուզում։ Ու հանկարծ կույր Բարտիմեոսը հասկանում է, Տերը լավ էլ այդ հոտը առնում է, Տերը լավ էլ տեսել է, որ ես մուրացկան եմ։ Ու ինքը հասկանում է, որ պիտի գոռա Տեր ուզում եմ տեսնեմ։ Հիսուսը համագործակցում է իր հավատքի հետ։ Ասում է տես։ Գեդեոն ինչ ես ուզում, հաղթեմ փղշտացիներին։ Սամսոն ինչ ես ուզում, հաղթեմ փղշտացիներին։ Եկեք կանգնենք ոտքի սիրելիներս։ Եկեք այսօր ոչ թե փոքր բաների մասին մտածենք։ Եկեք այն մեծը, որ Տերը դրել է մեր ներսում, դու կասես, ախար ես չեմ կարողանում իմ համար մեծ բաներ տեսնեմ։ Թույլ տուր ինքը քո ներսում մեծ բաներ կդնի։ Մեր Աստված փոքր Աստված չի, մեր Աստված մեծ Աստված է։ Ամեն։ Միգուցե դու հիմա ստեղ նստած կամ կանգնած ես ու քո ներսում մեծ եկեղեցի կա։ Քո ներսում 30 տնային խմբակ կա։ Քո ներսում մեծ ծառայություն կա։ Քո ներսում հազարավոր մարդիկ կան ավետարանված, որ քո հետևից գալիս են։ Միգուցե ինչ որ մեկը ստեղ է իր ներսում հարյուրավոր երիտասարդներ կան։ Կանայք ում ինքը պիտի ազատի քույրեր են հոգսից ու բեռից։ Ինչ որ մեկի ներսում գյուղեր կան, որոնք որ ապաշխարում են։ Չդադարեք մեծ բաներ խնդրել Աստծուց։ Չսահմանափակեք Աստծուն։ Հիմա Տերը ստեղ է, որպեսզի համագործակցի ձեր հավատքի հետ։ Իսկ միգուցե մեկը կանգնած իր բանում սկի 10,000 դրամ չկա, բայց իր ներսում միլիոնավոր դոլարներ են արքայության համար։ Չնայես նրան, թե դու ինչ ունես, նայի թե Տերը քեզ ինչ է ասել։ Ու միգուցե հիմա ստեղ մեկն է կանգնած, ով շենքեր պիտի առնի եկեղեցու համար, ճամբարի տարածքներ պիտի առնի։ Չնայես քո հնարավորություններին,
Աստված ավելին է քո հնարավորություններից։ Հալելույա։ Ու Տերը հիմա ստեղ է քո առաջ, որպեսզի համագործակցի քո հավատքի հետ։ Ինչ ես ուզում։ Ինչքան ես ուզում։ Ինչի հետ է Տերը այսօր համագործակցելու։ Ինչ կա քո մոտ, որ ինքը վերցնի ձեռքերի մեջ ու դրանով հրաշք անի։ Ես ընդամենը 5 հաց ու 3 ձուկ ունեմ կամ հակառակը չեմ հիշում։ Դա հերիք է, որպեսզի 15,000 հոգի կշտանա։ Հիմա մենք կվերցնենք ժամանակ ու դու կաղոթես։ Թող ծաղկի նորից այն տեսիլը, որ Աստված տվել է քեզ։ Բեր իր առաջ են ինչ որ ունես։ Ու հետո մենք կաղոթենք ու կխնդրենք, ասենք Տեր, համագործակցի մեր հավատքի հետ։
Նայեք Աստծո խոսքը հստակ ինչ ասում։ Ասում է այնինչ աչքը չտեսավ եւ ականջը չլսեց։ Քան մեծ է, որ աչքը չտեսավ եւ ականջը չլսեց, ոչ թե այնքան փոքր է, որ չի երևում, այլ այնքան մեծ է։ Եվ մարդու սիրտը չընկավ, այն Աստված պատրաստեց իրան սիրողների համար։ Կամ բաներ, սա բոլորի համար է, դու սիրում ես Աստծուն, դու սիրում ես Աստծուն։ Դա նշանակում է Աստված քո համար պատրաստել է այն, ինչ որ քո աչքը չի կարող տեսնի, սա գերբնական է։ Ինչ որ դու չես լսել ու չես կարող լսել, սա գերբնական է։ Այդ դա Աստված պատրաստել է քո համար։ Ու երբ որ դու հավատաս սրան, Տերը կհամագործակցի քո հավատքի հետ ու դու կունենաս սա։ Դու կասես, բա ինչպես ես ունենամ սա։ Բայց Աստված մեզ իր հոգու միջոցով հայտնեց։ Աչք չտեսավ, ականջ չլսեց, բայց Տերը դա դրել է քո հոգու մեջ։ Աչք չտեսավ, ականջ չլսեց, բայց Տերը դա դրել է քո հոգու մեջ։ Ու հիմա ժամանակն է, որ դու լսես, թե ինչ է Աստված իր հոգու միջոցով քեզ հայտնում, որովհետև հոգին քննում է ամեն ինչ, նաև Աստծո խորքերը։ Հիմա մենք կվերցնենք ժամանակ ու կաղոթենք լեզուներով։ Այն ինչ որ Տերը դրել է քո հոգու մեջ իր հոգու միջոցով, որը որ ոչ թե փոքր մի բան է, այլ մեծ մի բան, որը որ աչք չի տեսել ու ականջ չի լսել։ Նորից կծաղկի։ Կամ միգուցե ինչ որ մեկի մոտ հենց հիմա Տերը դնի դա։ Հենց հիմա։ Ու հետո երբ որ դու դա խոսես, Տերը համագործակցելու է քո հավատքի հետ։ Մեզ պետք է խոսել այն, ինչ որ Տերը դնում է մեր ներսում։ Մեզ պետք չի դա ժամանակից շուտ խոսել մարդկանց հետ։ Մեզ պետք է դա խոսել հոգևոր աշխարհում, Տիրոջ հետ, ու Տերը համագործակցելու է քո հավատքի հետ, որպեսզի դու անես այն կամ ունենաս այն, ինչ որ աչք չի տեսել ու ականջ չի լսել։
Եկեք կենտրոնանանք իրանից լսելու վրա։ Եկեք կենտրոնանանք նրա վրա են ինչ որ Տերը խոսել է մեր ներսում ու մեր ներսում է, բայց հիմա պիտի ծաղկի։ Չվի դա։ Ու վերցնենք ժամանակ ու աղոթենք լեզուներով։ Հալելույա Տեր, հալելույա, հալելույա Հիսուս, հալելույա, քիլա պրեվի մեսո լոկրոբոտինա նանամասայա, հիլա մասարա մատիրա բասոլո ռոբոշինდა նարաբասիա, լոկրի մատինադա կարա բասոլո ռոբոշինա, հիլա մասարա մատինա նանամասայա, գլորի, գլորի, գլորի,
Շնորհակալ ենք, որ դու հիմա կենթանացնում ես այն բոլոր տեսիլքները, այն բոլոր երազանքները, Տեր, որ քեզանից մեր սրտում վառվել են ինչ-որ ժամանակ։ Շնորհակալ եմ, Տեր, որ դու հիմա խոսում ես, Տեր, քո ժողովրդին, որ դու թարմացնում ես այն ամեն ինչը, ինչ որ քեզանից է եղել, Տեր։ Շնորհակալ եմ, որ հիմա կրակ ես վառում երիտասարդների սրտերի մեջ, որպեսզի իրանք տեսնեն վառ են տեսիլքը, որ դու ես իրանց ցույց տալիս, եւ հավատան են խոսքերին, որ քեզանից են լսել եւ լսում են, շարունակում են լսել։ Հալելույա Տեր, շնորհակալություն, Սուրբ Հոգի քո կրակի համար, թող վառվի այդ կրակը հիմա ամեն մեկի ներսում, թող վառվի երիտասարդների սրտում կրակը, թող վառվի ամեն սերնդի մեջ, քանի որ քեզ համար չկա ոչ մի անհնարին բան, Տեր։ Հալելույա։ Երիտասարդներ թույլ չտաք, որպեսզի ձեր միջավայրը որոշի, թե ինչին եք դուք հարմար եւ ձեզ ոչ կոմպետենտ դարձնի։ Այն ամեն ինչի համար, ինչ որ Տերը կանչել է ձեզ անելու իր փառքի համար։ Ձեր միջավայրը չի որոշում, թե ով եք դուք։ Տերը որոշել է, թե ով եք դուք, եւ Տերը խոսել է ձեզ, թե ով եք դուք։ Լսեք Տիրոջ ձայնին եւ թույլ մի տվեք, որ ձեր միջավայրը խոսի այն, ինչ որ Տիրոջից չի եւ ձևավորի ձեզ։ Ձերեր չմտածեք, թե ձեր ժամանակը ավարտված է, որովհետեւ Տիրոջ համար չկան անհնարին բան ու չկա ժամանակներ։ Նույնիսկ 80 տարեկանում կարելի է քարոզել ավետարանը եւ ճանապարհորդել ամբողջ աշխարհով մեկ, եթե դա քո այն հանձնարարականն է, որ դու Տիրոջից ես ստացել։ Տիրոջ համար չկան ժամեր ու ժամանակներ։ Հալելույա Տեր, գոհանում եմ քեզ Հայր ամեն սերունդի համար քո տան մեջ, եկեղեցուդ մեջ, ու մեջ դու հիմա կենթանացնում ես տեսիլքներ, ու մեջ դու հիմա դնում ես երազանքներ, նորն ես դնում եւ հինը կենթանացնում ես, Տեր։ Թող որ վառվեն մարդկանց սրտերը քո տեսիլքների համար, իմ Աստված, եւ դու զինել ես մեզանից ամեն մեկին եւ տվել ես ամեն բան, որ կատարենք այն մեծամեծ գործերը, որոնք քեզ կփառավորեն, որտեվ փոքր գործերը չեն քեզ փառավորում, այլ մեծ գործերը, որտեվ դու մեծ ու հրաշալի Աստված ես, եւ քո փառքը ամբողջ աշխարհով մեկ է։ Հալելույա Տեր, բարձրացնում ենք Տեր քո սուրբ անունը, մեծ ու զորավոր Աստված, դու մեր կյանքում մեծ ես։ Եկեք ուղղակի ասենք այս խոսքերը, Աստված իմ կյանքում մեծ է։ Հալելույա, Աստված իմ կյանքում մեծ է։ Աստծո գործերը իմ կյանքում հրաշալի են, Աստծո փառքը իմ կյանքում մեծ է։ Հալելույա Տեր, փառք է, շնորհակալություն իմ Աստված, շնորհակալություն իմ Աստված, դու մեծ ու զորավոր գործեր ես անում, Տեր, հալելույա։ Քո փառքը իրական է այս վայրում, նորն ես մեր մեջ հավատքը գետնական դարձնում, քո փառքը իրական է այս վայրում, նորն ես մեր մեջ հավատքը գետնական
Ավելի բարձր elբեցել երկրպագի քո տիրոջը ողջունության Yahweh Nagahaytiren, Rofen, Nagahaytiren, no, Yahweh, Nahaytumeiren, Hiren, Nahaytumeiren, Rofen, Nahaytumeiren, Yahweh, Nahaytumeiren, Hiren, Nahaytumeiren. Հալելույա։ Արժանես։ Հիմա մի բան, որ պիտի անեք, համաձայնվեք նրա հետ, ինչ որ ձեր ներսում դրած է։
ու ասեք Տեր, կապ չունի դու նստած ես թե կանգնած, ասա Տեր, ես համաձայնվում եմ քո հետ։ Ես կանեմ այն, ինչ որ ինձ ցույց տվեցիր։ Ես նայեմ, որ ինձ ցույց տվեցիր։ Որտեւ այն ինչ որ քեզ Տերը ցույց է տվել, դա դու ես։ Դա քո իդենտիֆիկացիան է, չգիտեմ այդ բառը լավ, իդենտիֆիկացիա է։ Ու քեզ Տերը ցույց է տվել մի բան, որը որ դու ես, դու դրա համար ես ծնվել։ Միգուցե միշտ փախել ես, որտեվ դա քո համար մեծ է եղել։ Այսօր նորից Տերը քեզ բռնացրել է, համաձայնվի, ասա Տեր, համագործակցի իմ այս հավատքի հետ, ես կանեմ այդ։ Ինչքան էլ մեծ է, ինչքան էլ անհնարին է թվում։ Իրականում մի բան ասեմ, անողն էլ դու չես, ինքն է։ Քեզ պետք է համաձայնվես իր հետ։ Քո համար անհնարին է, իր համար անհնարին ոչինչ չկա։ Ամեն։ Վերցրեցիր։ Հալելույա։ Ամեն։ Հալելույա։ Փառք Հիսուսին։ Փառք Տիրոջը։